Իբրև քրիստոնյա ինչպիսին պիտի լինենք մենք։ Ոնց պիտի անենք, որ այդ կյանքի հացը մենք չկորցնենք։ Մենք ամեն օր վտանգի առջև ենք, հոգևոր վտանգի առջև ենք սներ։ Աշխարհը մեզ ամեն տեսակ գայթակղություններ առաջարկում, ամեն տեսակ նորություններով մեր կյանքը լցնում է, որպեսզի մենք այդ ճաշով կերակրվենք ու մոռանանք, որ համով ճաշ կա։ Գիտեք, սիրելիներ, ճանճը ինչու է գնում անթեր կեղտի վրա նստում։ Որտեղ չգիտի, որ կեղտից այն կողմ ծաղիկներ կան, այնտեղ անուշահոտություն կա։ Երբ որ մարդ ամոր կեղտի հոտն է շնչում իր կյանքի մեջ, ինքը սովոր է այդ կեղտի համար ապրել այս աշխարհի մեջ։ Բայց բավական է մեկ անգամ մեղվի հետ շփվես, դու մեն անուշահոտությամբ կապրես այս աշխարհում։ Այլ բան կուզես տեսնել, այլ բան կփնտրես այս աշխարհի մեջ։ Մեզ սովորացրել են, դրա համար Դավիթ մարգարեն ասում է, մարդը պատիվ ուներ, բայց կորցրեց ու հավասարվեց անբան անասունին։ Կենթանու մակարդակին իջավ մասը, որտեղ կենթանին է սա փնտրում։ Ամեն օր ինչ պիտի կերակուտի, ինչով պիտի կերակուտի, սա կենթանին է փնտրում։ Մարդը սրանից վեր արժեք է, հոգևոր է իհարկե մարդը։ Իսկ հոգին այդ ուտելիքով չի ապրում։ Այսօր էլ կերանք այդ ուտելիք, այսօր այդ թանկարժեք ուտելիքը կերանք, փորձեցինք, հետո տանդ մեջ երջանկություն հաստատվեց, երեխաներդ խոնար եղան, դուք ամուսիններով սիրով ապրեցիք ձեր կյանքի մեջ։ Չէ։ Որտեղ այդ իրական հացը միասին չկարողացանք ճաշակել։ Երբ որ մենք Քրիստոսի հացի շուրջը չենք հավաքվում, Քրիստոսի հացով չենք հագենում, ուր էլ որ գնանք, ինչ էլ որ անենք, այդ միայնության ու դատարակության զգացողությունը պիտի ամեն օր մեզ հետապնդի։ Ինչ շատ մարդիկ են ամեն օր գրում, որ Տեր այր վախենում ենք միայնությունից։ Ինչու է մարդը վախենում միայնությունից։ Որտեղ Հիսուս ամբողջությամբ իր կյանքի մեջ չէ։